Հազ, բարձր ջերմություն, կոկորդի ցավ, թուլություն, արտադրություն քթից, շնչառական ախտանշանների վարակներն են ավելացել են շտապօգնությունների կանչերն ու դիմելիությունը պոլիկլինիկաներ։ Արդեն 3 շաբաթ է ամբողջ երկրում մեկնարկել է գրիպի դեմ անվճար պատվաստումը։ Այն հասանելի է Հայաստանի բոլոր առաջնային պահպանման օղակներում, առաջնահերթությունը խոցելի խմբերի ներկայացուցիչներինն է։ Ռիսկի խմբում են 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաները, արդեն հիվանդություն ունեցող անձինք, հղիները, 65 տարեկանից բարձր անձինք, սոցիալական խնամքի կենտրոնների շահառուներն ու աշխատակիցները, զորակոչի ենթակաները, նաև բուժաշխատողներն ու օտարերկրացիները։ Բաշխված պատվաստանյութերի մոտ 20%-ը արդեն ծախսվել է։ Քառավալ են պատվաստանյութ է նախատեսված 2025-26 թվականների համար։ Պատվաստումների շնորհիվ ըստ մասնագետի խուսափում են գրիպի հետևանքով առաջացած բարդություններից, ծանր դեպքերից, անգամ մահից։ Բնականաբար պատվաստումային դիմակայությունը կամ անհանգստությունը կա հասարակության շրջանում, բայց գրիպի դեմ պատվաստման նկատմամբ համեմատաբար ավելի ցածր է եւ նման խոչընդոտների հատկապես չենք բախվում։ Սիմպտոմները կարող են լինել բազմաթիվ, առաջինը դա թոքաբորբերի առաջացումն է, որոնք առավել ծանր են ընթանում հետ իմունային անբավարարություն ունեցող, թուլացած իմունիտետ ունեցող, ուղեկցող հիվանդություններ ունեցող անձանց շրջանում։ Կարող են դրսևորվել տարբեր կլինիկական երևույթներով, ախտահարվել տարբեր օրգան համակարգեր, նյարդային համակարգ, սիրտանոթային համակարգ, շնչառական համակարգ եւ դրա արդյունքում դիտվել նաև այլ օրգան համակարգերի ներգրավում վարակիչ process-ի մեջ։ Այժմ շրջանառվում են ռինովիրուսը, ադենովիրուսը, կորոնավիրուսային հիվանդության հարուցիչները։ Նպաստավոր պայմաններ են նաև կորոնավիրուսի 4-րդ ալիքի տարածման համար։ Պետք է խրախուսեին, որ ավելի լայն հատված ընդգրկվեր, բացի ռիսկի խմբում գտնվողներից, քանի որ որքան մեր շրջապատում քիչ լինեն հիվանդ մարդիկ, այնքան տարածվածությունը կպակասի, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում, որ համաձայն չէ այն մտքի հետ, որ օտարերկրացիներն էլ են պատվաստվում անվճար, քանի որ համարում է սոցիալական անարդարության դրսևորում, պնդում է փոխարենը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին կարող էին պատվաստել։ Ինչ եք սպասում, որ մեր թվերով հիվանդացած մարդիկ արձանագրվեն, որից հետո դուք սկսեք ինչ-որ միջոցառումներ իրականացնել։ Դրա փոխարեն պատվաստումները ընդլայնեիք, հնարավորինս մարդկանց պրոպագանդեիք, բացատրեիք, որ մարդիկ գային ու պատվաստվեին, ավելին ասեմ, ուղղակի համոզված եմ, որ այսպես ասած ամբողջական տեղեկատվություն չունեն։ Փորձագետն ասում է, COVID-ից հետո շնչառական համակարգի ախտահարումները ավելացել են, ինչի համար եւս որևէ կանխարգելիչ միջոցառում չի կատարվում։ Ռիսկի խմբում չգտնվողներն էլ այդ վիրուսներով պարբերաբար վարակվելու դեպքում կարող են ձեռք բերել սրտամկանի, թոքային ու հոդային տարբեր հիվանդություններ։ Միջազգային հետազոտություններն են ցույց տվել, որ COVID-ով վարակված մարդկանց մոտ 15-20%-ը դառնում է խրոնիկ թոքային հիվանդ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։